Սելչուկի հայտարարություններին անդրադառնանք, նա նշել էր, որ Աստանայում քննարկվելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակը, սա ինչ է նշանակում, արդյոք կքննարկվի Հայաստանից ԵԱՏՄ-ից լքելու հարցը։ Որ անկեղծ ասեմ, ես չգիտեմ այդ ինչ է նշանակում, Հայաստանի ԵԱՏՄ-ից լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանը այդպիսի հայտ չի ներկայացրել եւ ցանկություն չի ներկայացրել, իսկ մենք այդպիսի ցանկություն չենք ներկայացրել։ Հետեւաբար չի կարող մեր հեռացման, անդամության կամ ինչ հարց քննարկվի, այդպիսի բան նախատեսված չի կանոնադրությունով։ Իսկ երբ Հայաստանը որոշում կընդունվի, քանի որ տեսնում եք ռուսական կողմից վերջնագրի լեզվով են խոսում, պարոն Միրզոյան։ Երբ որ այդպիսի անհրաժեշտություն լինի, որ մենք այդ հարցը քննարկենք եւ որոշում կայացնենք, մենք այդ կքննարկենք եւ որոշում կկայացնենք։ Մոտ ապագայում դա հնարավոր է։ Ես ոչ մի ժամկետ չեմ կարող ասել, այդպիսի խնդիր նույնիսկ այսօր մեր օրակարգում դրված չի։ Պարոն Միրզոյան, բացառում եք, որ օրինակ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հարցը կսառեցվի, մինչև Հայաստանը կողմնորոշվի։ Մնում է թե դուրս է գալիս ԵԱՏՄ-ից։ Չի կարող այդպիսի բան լինել։ Այո, նաև կանոնադրությամբ։ Չի կարող, ոնց կարող է, դա մեր բոլորի, այդ թվում եւ Հայաստանի կոնսենսուսային ձայներով որոշվող առաջնորդվող կազմակերպություն է, ոնց կարա այդպես բան լինի։ Պարոն Միրզոյան, եւ անդրադառնանք նաև Շոյգուի հայտարարությանը, այս ֆոնին ասում է Հայաստանը այնպիսի քայլեր է անում, որոնք հակասում են հայ-ռուսական գործընկերությանը, սա ինչպես կմեկնաբանեք։ Դե մենք առիթներ ունեցել ենք ասելու, որ մենք էլ ժամանակ ա եղել, իրադարձություններ են եղել, իրավիճակներ են եղել, որտեղ մենք ենք այլ գործողություններ ակնկալել, առնվազն մեր պայմանագրով նախատեսված գործողություններ պայմանագրի մյուս կողմերից, մեր մյուս գործընկերներից եւ այդ գործողությունները չենք տեսել, այնպես որ շատ հարաբերական է էլի այդ ամեն ինչը։ Մենք հակված չենք որևէ լարվածություն մտցնել կամ ավելացնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, այլ ճիշտ հակառակը մենք հակված ենք մեր գործընկերությունը բնականon շարունակելու։ Շնորհակալություն։